Պարոն Պարսյան, Ադրբեջանի տարածքով ռուսական գազ է ներմուծվում Հայաստան։ Կարծես թե Օվերտոնի պատուհանը բացվել է։ Սկզբում ցորենը, հետո նավթամթերքը, հիմա էլ հեղուկ գազը։ Սա ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ արդյոք մենք ձմռանը չունենք այլընտրանքային տարբերակներ։ Հայաստանը հեղուկ գազ ներկրող երկիր է եւ հեղուկ գազը ներկրում է հիմնականում Ռուսաստանից եւ Իրանից։ Իրանից ներկրումը հատկապես ձմռան ամիսներին, երբ որ դժվարանում է վերին Լարսի անցակետի այսպես աշխատանքները, մատակարարումները դանդաղում են, գինն էլ համեմատաբար բարձրանում է եւ այդ պայմաններում նախընտրելի է դառնում նաեւ իրանականը։ Իրանականը համեմատաբար գնով ավելի թանկ է եւ որակական որոշակի այսպես ցուցանիշներով զիջում է ռուսականին եւ սովորաբար մեր այսպես վաճառողները նախընտրում են հենց ռուսական գազը ձեռք բերել։ Նշեմ, որ այս ամիսներին մենք ունեցանք ոչ միայն վերին Լարսի անցակետի հետ կապված խնդիր, այլ նաեւ Իրանում քաղաքական իրավիճակի անկայունություն, որը հանգեցրեց կտրուկ գների աճին։ Այսինքն մենք ռուսականի փոխարինումը չկարողացանք ապահովել իրանականով այս տարի։ Եվ այս տարվա այսպես կտրուկ բարձրացումը այս ամսին պայմանավորված է հենց այդ գործոնով։ Բնականաբար Հայաստանի համար անհրաժեշտ են մատակարարման նոր ճանապարհներ, նոր ուղիներ, որոնցից մեկը կարա լինի նաև Ադրբեջանը։ Ադրբեջանը որպես այլընտրանքային ճանապարհ կարող է օգտագործվել այն ժամանակ, երբ որ օրինակ վերին Լարսի անցակետը փակ է լինում, բայց երկարաժամկետ առումով Ադրբեջանի օգտագործումը տնտեսական եւ տեխնիկական բազմաթիվ խնդիրների հետ է կապված։ Նախ նշեմ, որ որպեսզի Ադրբեջանի տարածքով, այնուհետև Վրաստանի տարածքով հեղուկ գազը տեղափոխվի, անհրաժեշտ են համապատասխան տարաներ, որոնց մասով պետք է թույլտվություն տրամադրի եւ Ադրբեջանը եւ Վրաստանը, այսինքն դրանք պետք է վրացական իշխանությունների կողմից հաստատված լինեն, որ թույլ տան իրենց տարածքով այդպիսի խիստ վտանգավոր բեռի տեղափոխում կազմակերպել։ Շատ հաճախ օրինակ երկրները խուսափում են գնացքով կամ երկաթուղային եղանակով հեղուկ գազի տեղափոխումը, որը բավականին բարձր ռիսկային երևույթ է։ Դրա թույլտվությունները ստանալը կարող է բավականին ժամանակ տևել եւ ամեն պահ չես կարող այդ թույլտվությունները ստանալ եւ այդ մատակարարումները ապահովել։ Հայաստանի պարագայում մենք ոչ միայն մատակարարումների խնդիր ունենք, այլ նաեւ Հայաստանում այդ պահուստների կարողությունների ավելացման խնդիր ունենք, այսինքն մենք գոնե մի քանի ամսվա պահուստ ունենալու կարողություններ պետք է ձևավորենք, որ օրինակ նույնիսկ եթե ձմռան ամիսներին փակվում է, մենք կարողանանք այդ պահուստներից օգտագործել։ Եվ նաեւ այդ պահուստների վերահսկման, կազմակերպման խնդիր ունենք, որ նրանք չչարաշահեն իրենց դիրքը ձմռան ամիսներին։ Այստեղ կարծում խնդիրը եւ ներքին է եւ արտաքին է եւ պետք է փորձել համակարգված լուծել նաեւ դիվերսիֆիկացնելով մատակարարման ուղիները։ Այսինքն այս ճանապարհը արդեն Ադրբեջանի տարածքով թե գազ, թե բենզին բերելու պարագայում սովորություն է դարձել եւ դարձել ենք մենք այլընտրանքային ճանապարհ եւ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում ասում է, որ խաղաղությունն այլևս իրողություն է, քանի որ մենք արդեն տնտեսապես ենք համագործակցում եւ նաեւ ուզում եմ Հաջիևի խոսքերից էլ մեջբերեմ, որ իրենք խաղաղություն են կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ։ Փաշինյանը պետք է հանրությանը, ինչպես նաեւ արտաքին աշխարհին այդ ազդակը փոխանցի, որ տարածաշրջանում խաղաղություն է։ Այդ մասով նաեւ բավականին շահագրգռվածություն ունենավ ադրբեջանական կողմը եւ այս գործառույթներով այդ ազդակը նրանք փոխանցում են եւ ներքին հանրությանը եւ արտաքին հանրությանը եւ բացի այդ 2026 թվականին մեզ մոտ ընտրություններ են Փաշինյանը պետք է հիմնավորի իր վերջին 5 տարիների արտաքին դաշտում կորուստների այսպես հետևանքները եւ փորձի դրանք փոխհատուցի տնտեսական գործարքներով, սոցիալական որոշակի բարեկեցությամբ եւ այլն։ Այսինքն ինքը փորձում է դա փոխհատուցել կամ որոշակի դրական կողմերը նշել այն ամենին, ինչ որ տեղ ունեցել մեր վերջին 5 տարիների ընթացքում, անշուշտ նպատակը 2026 թվականի ընտրություններն են։ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը արդեն նոր այսպես քաղաքական արտաքին նոր մարտահրավերների առջև է կանգնելու, այդ ժամանակ կարող է իրողությունները փոխվել։
Եվ ուզում էի խոսեի նաև Իրանի հետ մեր հարաբերությունները ինչքանով է լարված, որովհետև Թեհրանում Իրանի դեսպանի խոսքով Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Հայաստանը մշտապես վարել է հավասարակշռված քաղաքականություն Իրանի հետ։ Իրանը գտնվելով բաժամիջոցների տակ Հայաստանը առևտուր է իրականացրել Իրանի հետ, միաժամանակ դա բացատրել է արևմտյան մեր գործընկերները, որ մենք այլընտրանք չունենք։ Հայաստանի երկու սահմանները փակ են այս պահին, ունենք չկարգավորված կոնֆլիկտներ եւ Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ, եւ Հայաստանը պետք է շարունակի տնտեսական, քաղաքական տարբեր մակարդակներով իր հարաբերությունները Իրանի հետ։ Բացի այդ, եթե ԱՄՆ-ն ցանկանում այս տարածաշրջանում նաև կյանքի կոչել թրիպը Հայաստանի հետ համատեղ, այստեղ առանցքային է դառնում նաև Հայաստանի լավ հարաբերությունները Իրանի հետ, որ Իրանը չդիտի թրիպը որպես իր անվտանգության այսպես սպառնալիք եւ աշխատի հայկական կողմի հետ գտնեն այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտա վստահություն ներշնչել իրանական կողմին, որ այս նախագիծը ոչ թե Իրանի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր երկրները կարող են օգտվել դրանից։